Գլխից անընդհատ ասում էին, վայ, որ երեխա չես ունեցել, ուրեմն ճուտ լինի վհուկ կդառնաս, բան, չդառա։ Ոյ սա շատ ծանր է, որին ես նույնիսկ չգիտեմ ինչպես կարելի է մոտենալ ձեր հոգեվիճակի վրա այդ ամեն ինչի ինչպես էր արագ։ Շատ ծանր։ Ես շուն ունեի։ Այդ շունը մենակ գիտեր թե ես ոնց ինչ տառապանքներ եմ անցնում։ Ինձ հետ հավասար ամբողջ գիշեր լաց էր լինում։ Չպետք է այնքան քաղցր լինես, որ կուլ տան։ Չպետք է այնքան դառը լինես, որ թքեն։ Աշնան Արևը ձեզ համար ինչ որ առումով բեկումնային է, եւ որպես դերասանուհի, եւ որպես կին։ Այստեղ դուք գտաք նաեւ ձեր սերը։ Ես չեմ ասի, որ սիրահարված եմ եղել։ Ես գնահատում էի իրան։ Բայց շատ ծանր տարա իր մահը, շատ ծանր։ Իրանից հետո ես որևէ մեկին չտեսա, որ ինչ որ չափով կարող էր տեղը գրավել։ Դուք երկու անգամ եք ամուսնացել։ Այդտեղ եւս սեր չկար։ Ինքը շատ էր սիրում ինձ։ Եթե ես երեխա ունենայի, մինչև վերջել մենք կմնայինք իրար հետ։ Բայց որտեվ երեխա ես չէի ունենում, դե ինքն է միակ տղան էր եւ պետք էր իրանց երեխա։ Մենք բաժանվեցինք։ Դուք ձեր կյանքում ունեցել եք այդ սիրահարվածությունը։ Իհարկե, ամբողջ կյանքիս ընթացքում եմ տենց սիրել այդ մեկին, որի հետ չեմ ամուսնացել։ Շատ զարմանալի էր ձեր մասնակցությունը Women's Club-ին։ Ես սարսափում էի։ Ես հենց սկզբից դրեցի իմ սկզբունքները։ Ուրիշ բան է, որ որոշ բաներ իմ դուրս չի գալիս, բայց դա իմ խնդիրն է։ Վերջին հաշվով, եթե վերջապես համաձայնվեցի, ուրեմն պետք է անեմ ինչ որ իրանք պահանջում են։ Խոսում եք ու ես հասկացա Երևանի ինչպիսի տրանսֆորմացիա եք տեսել, երբ որ ասացիք Խանջյան փողոցը նոր էին կառուցում։ Ես Երևանը բոլոր ժամանակներին եմ սիրում, որովհետև այն ժամանակը անցել է։ Հիմա ինչ, ես նոստալգիա պետք է ապրեմ, որ այսօր ավելի հետաքրքիր է։